Ողջույն սիրելիներս, ուրախ եմ ձեզ տեսնել հայկական խոհանոց ալիքում։ Այսօր միասին թխում ենք մեղրածոր, կարմրաթուշ, անչափափուկ եւ համեղ հայկական ավանդական բաղարջ։ Այս բուրավետ ամենահայկական թխվածքը շատերիս հիշեցնում է տատիկի խոհանոցը։ Պարզ բաղադրիչներով, բայց անչափ համեղ ու փափուկ այս բաղարջը կհմայի բոլորին։ Միացեք ինձ պատրաստենք միասին եւ ձեր տունը կլցվի թարմ թխվածքի անուշ բույրով։ Այս բաղադրատոմսով ստացվում է 2 կարմրաթուշ մեղրածոր բաղարջ։ Բաղադրիչները շատ հեշտ է հիշել, քանի որ շաքարավազը, թթվասերը, կարագը եւ մածունը վերցնում ենք 150 գրամ։ Մեզ անհրաժեշտ է նաեւ 1 ձու, 1 թեյի գդալ սոդա, 2 ճաշի գդալ մեղր եւ 600 գրամ ալյուր։ Ձուն, շաքարավազը եւ մեղրը մոտ 3 րոպե հարիչով հարում ենք, մինչեւ զանգվածը սպիտակի եւ փրփրի։ Քանի որ խմորը պատրաստելիս օգտագործում ենք մեղր, մեղրի նուրբ համը չկորցնելու համար այլևս չենք ավելացնում վանիլին կամ վանիլային շաքարավազ, դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չկա։ Խմորի մեջ մեղր ավելացնելով բաղարջը ստացվում է փափուկ եւ շատ թեթև։ Մեղրի համը արտահայտիչ դարձնելու եւ բաղարջին գեղեցիկ փայլ հաղորդելու համար թխվելուց հետո բաղարջի վրա կքսենք մի փոքր մեղր։ Ավելացնում ենք մածունը, թթվասերը եւ 150 գրամ հալեցրած կարագ։ 1 թեյի գդալ սոդա եւ այս ամենը կրկին հարում ենք։ Սիրելիներս, իսկական բաղարջի համը զգալու համար կարագը երբեք մի փոխարինեք մարգարինով։ Երբ մեր տատիկները թխում էին հայկական ավանդական անուշաբույր այս թխվածքը, մարգարին հասկացություն գոյություն չուներ։ Բաղարջ թխել են, երբ կարագը հալել են յուղ ստանալու համար։ Կարագի երեսին հավաքված փրփուրը եւ տակի նստվածքը օգտագործել են բաղարջ թխելու համար։ Քանի որ մենք յուղ չենք պատրաստում, օգտագործում ենք սերուցքային կարագ։ Այս բաղադրատոմսի մեջ օգտագործվում է 600 գրամ ալյուր։ 2-3 գդալը թողնում ենք խմորը հունցելու համար, իսկ մնացածը մաղելով ավելացնում ենք թաց բաղադրիչների վրա։ Երբ գդալով խառնելը դժվարանում է, սկսում ենք խմորը հունցել։ Պետք է ստանանք ձեռքերին մի փոքր կպչող փափուկ խմոր։ Սիրելիներս, եթե առաջին անգամ եք միացել հայկական խոհանոց ալիքին, խնդրում եմ բաժանորդագրվեք եւ սեղմեք զանգակ կոճակը, չմոռանաք նաեւ հավանել տեսանյութը։ Հայկական խոհանոց ալիքում կգտնեք շատ համեղ եւ հետաքրքիր բաղադրատոմսեր։ Ընդամենը 1-2 րոպե հունցելուց հետո ստանում ենք այսպիսի փափուկ խմոր, որի հետ շատ հեշտ է աշխատել։ Խմորը բաժանում ենք 2 հավասար մասերի, գնդում ենք եւ թողնում ենք հանգստանա մոտ 10 րոպե։ Տեսեք ինչ արտակարգ խմոր է ստացվել։ Այս բաղադրատոմսի բոլոր բաղադրիչների չափաբաժինները իդեալական են վերցված, խորհուրդ կտամ ոչինչ չփոփոխել։ Գնդերը հանգստանալուց հետո դնում ենք յուղաթղթի վրա եւ կրտնակով այսպես մի փոքր բացում ենք։ Խմորի հաստությունը պետք է լինի 1-ից 1.5 սանտիմետր։ Որպեսզի ստանանք կարմրաթուշ բաղարջ, վրան քսում ենք ձվի դեղնուց։ Այնուհետև վրան պատառաքաղի օգնությամբ գեղեցիկ նախշեր ենք անում, այնպես ինչպես կթելադրի մեզ մեր երևակայությունը։ Թխում ենք նախապես 180 աշճան տաքացված ջեռոցում, մինչև լավ բարձրանա եւ գեղեցիկ կարմրի։ Նման ձևով ձևավորում ենք հաջորդ գունդը։ 20-ից 25 րոպե անց կախված ջեռոցի հզորությունից ստանում ենք նման նախորժելի տեսք ունեցող անուշաբույր բաղարջ։ Պարզապես արտակարգ է ստացվել։ Քանի դեռ բաղարջը տաք է, վրան ավելացնում ենք 1 թեյի գդալ մեղր եւ վրձնի օգնությամբ տարածում ենք։ Սպասում ենք մեր անուշաբույր մեղրածոր բաղարջը հովանա, կտրում ենք եւ անուշ ենք անում։ Բարի ախորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօր էլ հայկական ավանդական անուշաբույր բաղարջի նման իդեալական բաղադրատոմս։ Դուք էլ փորձեք պատրաստել այս տարբերակով, սնվեք առողջ եւ եղեք առողջ։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։